Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հունիսի 16-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Զեկույցներ են ներկայացրել էկոնոմիկայի նախարարը, ՊԵԿ նախագահը, այլ գերատեսչությունների պատասխանատուներ։ Հետո նաև պատասխանել են հարցերի, որոնց մի մասը վերաբերել է ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում հարևան երկրների հետ տնտեսական կապերի խնդիրներին։ Պարոն Պապյանի հարցը վերաբերում է այսօր տեղի ունեցող իրանա-իսրայելական հակամարտությանը, ինչ վտանգներ եւ ռիսկեր ենք տեսնում մենք, որովհետեւ տնտեսությունը չի կարող ստերիլ գործել եւ չի կարող որևէ հակամարտություն, որ հատկապես տարածաշրջանային հարևան երկիրն է ներգրաված, պետք է որ մենք ռիսկերը հաշվարկենք, հասկանանք տնտեսության համար ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք, որպեսզի տնտեսվարողները դժվարություններ չունենան։ Հույս ունենք, որ կհաստատվի շուտապույտ խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր տարածաշրջանային կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև ուրեմն կավարտվի այս հակամարտությունը եւ կարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի ունեցել։ Բազմաթիվ ավտոմեքենաներ բեռնված Հայաստանից արտահանող, չգիտեմ ինչ պատճառներով նորից գտնվում են այս անգամ գյուղատնտեսական մթերքներով բեռնված գտնվում են այս կամ այն երկրի, այսպես ասենք, անցման մաքսային կետերում, սա լուրջ խնդիր է, որովհետև շղթա է, այստեղ ես պետք է չունեմ բացատրելու, թե ինչպիսի շղթա է եւ ինչպիսի հարված կարող է լինել մեր տնտեսությանը, որտեվ դա միայն արտահանող կազմակերպությանը կամ տրանսպորտային կազմակերպությանը չի վերաբերում, դա վերաբերում է գյուղատնտեսությանը, մեր վերամշակող արդյունաբերությանը, այսինքն մեր տնտեսության ողնաշարին։ Խնդրի ահագին մաս լուծվել է, որտեվ այս պահին, եթե օրինակ ասենք մի 10 օր առաջ որևէ մեքենա չէր հասել Ռուսաստանի Դաշնության մաքսային կետ, հիմա արդեն 55-ից 60 մեքենա հասել է այնտեղ, դա նշանակում է խնդիրը սկսել է կարգավորվել, տեմպերն են համեմատաբար թույլ, այդտեղ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հիմա ամենօրյա խոսակցություն կա վրացի գործընկերների հետ, որ տեսնենք, թե ինչպես ենք այդ հարցը լուծում, այսինքն մենք մեր աշխատանքը մեր գործընկերների հետ օպերատիվ ձևով տանում ենք, պարզապես մեր վրացի գործընկերները որոշել են ինչ-որ փորձակնություններ անել կոնյակի որակի հետ կապված եւ դա է պատճառը, որ ստեղծվել է նման իրավիճակ։ Այսինքն փորձակնությունների մեծ քանակի պատճառով նման իրավիճակ է ստեղծվել։ Հիմա եթե գամ նաեւ մեր գործողություններին, դա էլ է հոգատարության նշան, չնայած տարբեր մեկնաբանություններ կան, օրինակ մենք հանդիպեցինք արտահանողների հետ եւ իրենց ասացինք, որ մի քանի օր խնդրում ենք սպասեք եւ որտեղ թույլ չենք տալու, որպեսզի սահմանահատեն, որ ավելորդ կուտակումներ չլինեն, որտեղ այնտեղ 100-ից ավել դեռ մեքենաներ կան, որոնք այդ process-ներով պետք է անցնեն, դա նաեւ իրենց հանդեպ հոգատարությունից է ելնում, որ այդ աշխատանքը արել են։ Ասացած նաեւ, որ մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով այդ հարցին անդրադառնում ենք եւ փորձում ենք հնարավորինս լուծումները տալ օպերատիվ։ Թեհրանում բռնել են իսրայելական ԱԹՍ-ներ տեղափոխող բեռնատար, բացահայտվել է բարդ անօդաչու թռչող սարքերի պահեստ։ Իրանի իրավասու մարմինները խոզարկություն են իրականացրել Թեհրանի ծայրամասում գտնվող եռահարկ բնակելի շենքում, բացահայտելով Մոսադի, Իսրայելի հետախուզական գործակալության կողմից շահագործվող անօդաչու թռչող սարքերի եւ պայթուցիկ նյութերի հավաքման գաղտնի հաստատություն։ Պաշտոնյաների խոսքով անօդաչու թռչող սարքերը պատրաստվում էին տան ներսում։ Մոսադի պաշտոնյաները խոստովանել են, որ 8 ամսվա ընթացքում 25 ճանապարհով ԱԹՍ-ներ են ներկրել Իրան, հրթիռային ենթակառուցվածքներ
պահեստները թիրախավորելու համար։ Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, երկու կողմում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Երեք Իսրայելն ու Իրանը նոր հարվածներ են հասցրել միմյանց, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր։ Իսրայելի կողմից Իրանի վրա սկսած հարձակման հետևանքով վերջին 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1500-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Իսրայելը հարվածել է արտաքին գործերի նախարարությանը պատկանող շենքերից մեկին, իր հերթին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։ Իսրայելը դիտավորյալ եւ անողոք կերպով հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը պատկանող շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձիկ, այդ թվում իմ մի շարք գործընկերներ, գրել է նա իր սոցցանցերի էջերում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար գեներալ Մոհամմադ Քազեմին, նրա տեղակալը եւ մեկ այլ գեներալ զոհվել են կիրակի օրը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, հաղորդել է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող Քուդս ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կենտրոնները Քուդս ուժերի կողմից օգտագործվել են Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար Մերձավոր Արևելքում իրանական ռեժիմից լիազորված անձանց միջոցով։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ նախորդ գիշեր Բաթ-Յամ քաղաքում իրանական հրթիռը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այսօր լուսաբացից առաջ իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին, ավերելով տներ, հայտնում է Reuters-ը։ Իրանի վերջին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնել է ազգային արտակարգ ծառայության ներկայացուցիչը։ Գիշերային հարվածի ժամանակ վիրավորվել է առնվազն 100 մարդ։ Ուրբաթ օրվանից առ այսօր Իսրայելում զոհերի թիվը հասել է 18-ի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը այսօր առավոտյան Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել են հիպերձայնային հրթիռներ, հաղորդել է իրանական Թասնիմ պետական լրատվական գործակալությունը։ Այսօրվա գործողության ընթացքում մի քանի լուսանկարներ են ստացվել, որոնցում երևում են Թել Ավիվում եւ Հայֆայում թիրախներին հարվածող հիպերձայնային հրթիռները, ինչը ցույց է տալիս, որ այդ հրթիռները հեշտությամբ անցել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջով եւ հարվածել դրանց թիրախներին, ասվում է հայտարարության մեջ։ 10 գործակալության կարծիքով նման հարձակումները Իսրայելին դժվարին դրության մեջ կդնեն պատերազմը շարունակելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտությունը կարող է հեշտությամբ ավարտվել միաժամանակ զգուշացնելով Թեհրանին չհարվածել ԱՄՆ-ի որևէ թիրախի։ Վաշինգտոնում երկու ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իսրայելի ծրագրի վրա Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը Fox News-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Խամենեիին սպանելու ծրագրի վերաբերյալ Reuters-ի հաղորդագրության մասին հարցին պատասխանել է. Այնքան շատ կեղծ հաղորդագրություններ կան երբեք տեղի չունեցած զրույցների մասին, եւ ես չեմ պատրաստվում դրանց մեջ խորանալ։ Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է լինել Իսրայելի կողմից երկրի վրա ռազմական հարձակումների արդյունք։ Իսրայելը կանի այն ամենը, ինչը անհրաժեշտ է Թեհրանի կողմից ներկայացվող գոյության սպառնալիքը վերացնելու համար։ Թեհրանում իշխանափոխություն անկասկած կարող է լինել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով, քանի որ իրանական ռեժիմը շատ թույլ է, հավելել է Իսրայելի վարչապետը։ Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրն արդեն զգալիորեն հետ է մղվել։ Նեթանյահուն պնդել է, որ իսրայելական ինքնաթիռների համար բացվել է ուղիղ ճանապարհ դեպի Իրանի մայրաքաղաք, եւ որ նրանք այժմ կարող են հարվածել անհրաժեշտ թիրախներին Թեհրանում եւ այլուր։ Միաժամանակ Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը գործում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բացարձակ համակարգված քայլերով։ Իսրայելը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին միանալ Իրանի դեմ ռազմական գործողություններին, նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել դադարեցնել Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը եւ հայտարարել է, որ անում է ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանը եւ Իսրայելը պետք է կնքեն համաձայնագիր, գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Նա հավելել է, որ անում է ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իսրայելի հանցավոր ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ նպատակային եւ մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի եւ զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը, ասվում է հայտարարության մեջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Իրանում Ղոմ նահանգի Ֆրոդո քաղաքի միջուկային օբյեկտի մոտակայքում գրանցվել է 2.5 մագնիտուդով ցնցում Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԹԱՍՆ-ի տվյալներով օբյեկտը չի վնասվել։ Հնդկաստանում կամուրջ է փլուզվել սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից։ Պունե շրջանի Ինդրայանի գետի վրա գտնվող երկաթե կամրջի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18 ծանր վիրավորվել են։ Ըստ իշխանությունների երկաթե կառույցը փլուզվել է ծանրաբեռնվածության, ինչպես նաև տեղադրված նախազգուշական ցուցանակը անտեսելու պատճառով։ Զբոսաշրջիկների շրջանում բավական հայտնի կամրջի վրա փլուզման պահին գտնվել է ավելի քան 100 մարդ։ Փլուզման ժամանակ կամրջի վրա գտնվող անձանց մեծ մասը զբաղված է եղել սելֆի անելով։ Միացյալ Նահանգներում վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել Միացյալ Նահանգներ մուտք գործելու մշտական արգելք, զգուշացնում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են Միացյալ Նահանգների մուտքի եւ ելքի տվյալները եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները, ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում։ Շաբաթ երեկոյան ուժեղ քամին, առատ տեղումներն ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի։ Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում վնասվել են տների տանիքներ, ցանքերը կարկտահարվել են։ Դպրոցների ու տների տանիքներ են վնասվել նաև Գյումրիում, ուժեղ քամին արմատախիլ է արել ու տապալել ծառեր, կենտրոնական, թատերական ու կայանամերձ հրապարակներում, Հաղթանակի ու Գորկայի այգիներում։ Քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ջրածածկ են եղել։ Մարզային ու քաղաքային իշխանությունները մինչ այսօր գնահատում են վնասի չափերը եւ կատարում վերականգնման աշխատանքներ։ Նման կադրեր առավել հաճախ տեսել էինք, ասենք, ամերիկյան որևէ նահանգի պատուհասած փոթորիկների ժամանակ։ Այս անգամ կադրերը Գյումրիից են, ավելի կոնկրետ թատերական հրապարակից, որտեղ անցկացվող միջոցառման ժամանակ քամին քշում տանում է տաղավարները, տապալում տասնամյակների տարիք ունեցող եղևնին։ Քամու ուժին չեն դիմացել նաև կայանամերձ հրապարակի եղևնիները, կենտրոնական ու Հաղթանակի այգու բարդիները։ Ծառերը ուժեղ քամին արմատախիլ է արել։ Քաղաքի տարբեր հատվածներում տանիքներից պոկված թիթեղներ էին, քամու հետևանքով տուժել են անհատական տների ու դպրոցների տանիքներ։ Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքը հայտնվել էր գետնին։ Դահլիճի մի մասը կես ճակատային մասով բերել է հասել, փոքր բերել է։ Դեպի բանն է, ժեստն է, որ փոքր է, սիգահզովությամբ եկել է, սպարից բնապետություն, սիգահային մասը, այս ճակատային մասն է, այն կոմը դահլիճն է, այս դահլիճի այս ճակատային մասի կիսով բերել է։ Քամին ելավ կրիշն իսպեր է, դարգես տեղ ավտոն մեր ավտոն էր կայնատ իմ ավտոն։ Վեշտը դարգես ավտոյին, ինտե զաբորը փոգիս կստեցություն։ Գյումրիի կենտրոնական փողոցները կարկուտի սպիտակ շերտով էին ծածկվել, փողոցներում անձրևաջրերի գետեր էին ու կրկին իր մասին հիշեցրեց քաղաքի ջրահեռացման համակարգի մեղմ ասած ոչ արդյունավետ աշխատանքը։ Անձրևաջրերը պարզապես կաթվածահար էին արել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Ամենաբարդ վիճակը ստեղծվել էր Տերյան փողոցը Գարեգին Նժդեի հրապարակին կապող կամրջի հատվածում։ Այստեղ անգամ մեքենաներ էին արգելափակվել ջրում։ Mən avto uşaq açam, sərgis mənəcə tağ edir. У մեջը սաղ ջուր լսված։ Այն, որ այս հատվածում ջրահեռացման լուրջ խնդիր կա, պարզ դարձավ 2020-ի հուլիսին, երբ կրկին առատ տեղումներն ու կարկուտը
անանցանելի իրավիճակ էին ստեղծել։ Ուզումները հենց այն են, որ մենք նոր ճանապարհներ կառուցելուց գոնե այն հատվածները, որը նոր է կառուցվում, այդտեղի հեղեղատարերը պետք է ամբողջությամբ փոխվի, բացի փոխվելուց էլ նաև նախագծողներն ու շինարարները պետք է հասկանան, որ այդտեղ այնպես պետք է նախագծեն, հաշվի առնելով քաղաքի մեծությունը, նաև ես ճարտարապետ չեմ, շինարար չեմ, բայց պատկերացնում եմ նաև պետք է հաշվի առնեն Գյումրու բնակլիմայական պայմանները, անձրևի չափերը, նաև թեկությունները փողոցների, թե որ փողոցներից է վերջում այդտեղ կուտակվելու։ Ստեղծված իրավիճակից 2 օր անց դեռ քաղաքում շարունակվում են վերականգնման աշխատանքները, իսկ ամբողջ մարզում կատարվում է վնասի չափի գնահատում։ Մենք հիմա են փուլում ենք, որ գույքագրում ենք բոլոր խնդիրները, ինչ տեղի են ունեցել, ֆինանսական հաշվարկներն է արվում, թե շենքշինությունների, թե ցանկատարածներն արդեն մի քանի օր հետո մենք կունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու բնականաբար կուղարկենք կառավարություն ու մեր կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար։ Գյուղերում բացի տանիքներից նաև ցանքեր են վնասվել, առանձին համայնքներում վնասը ըստ համայնքապետարանների 100%-ի է հասնում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գիշերը Ապարան քաղաքում իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է էլեկտրականությունը, հետևաբար վերականգնվել է Ապարան պոմպակայանի բնականոն աշխատանքը։ Այս պահին Ապարան քաղաքի Նիգավան կայք գյուղերի ջրամատակարարումը վերականգնված է, ասված է հաղորդագրությունում։ 3 հունիսի 15-ին Արագածոտնի մարզում գրանցված պտտահողմի հետևանքով կան ավերածություններ։ Վնասները հսկայական են Ապարան քաղաքի եւ Լուսագյուղի տարբեր հասցեներում։ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ, 39.2 մետր վարկյան արագության քամին վնասել է շենք-շինություններ, ավտոմեքենաներ, տապալել ծառեր, պոկել տասնյակ տների տանիքներ։ Վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան եւ մի շարք վարչական շենքերի տանիքներ։ Տապալվել է 100-ից ավելի ծառ։ Գիշերը իրականացված աշխատանքների արդյունքում Ապարան քաղաքում վերականգնվել են էլեկտրականությունը եւ ջրամատակարարումը։ Գյումրին հյուրընկալել է լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Վրաստանի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի, Ռումինիայի եւ Հայաստանի լրագրողներից կազմված թիմերը, ինչպես նաեւ հյուրընկալող Գյումրի հավաքականը պայքարում էին Գյումրիի Գավաթ 2025-ի համար։ Ամենամյա միջազգային մրցաշարը մարզական միջոցառում լինելուց բացի լրագրողների միջև շփման նոր հարթակ է, որտեղ մասնագիտական կապերն ու միջազգային փորձի փոխանակումն է ամրապնդվում։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում իսկական սպորտային տոն է մեկնարկել է միջազգային ֆուտբոլային մրցաշարը աշխարհի 7 տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պայքարում ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, այլ լրագրողներ, որոնք այսօր պարգևատրվելու են ոչ թե լավագույն հոդվածի կամ լրագրողական նյութի համար, այլ ցուցաբերած տոկունության, արագության ու թիմային խաղի։ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ Այն ամենամյա է դարձել Լատվիայի շնորհիվ, որտեղ էլ անցկացվել է առաջին մրցաշարը։ Մարզական միջոցառումը միավորում է ֆուտբոլասեր լրագրողներին աշխարհի տարբեր երկրներից։ Գյումրին երրորդ հայկական քաղաքն է, որն ընդունեց այս տարվա մասնակից թիմերին։ Լրագրողներն ու օպերատորները, որոնք տարիներ շարունակ քաղաքային մարզադաշտում լուսաբանել են ֆուտբոլային իրադարձությունները, դաշտում խաղացողի գլխավոր դերում էին։ Սա մեծ նեթվորքինգ է, այսինքն արդյունքում ֆուտբոլ սիրող մարդկանցից մեծ ցանց է ստեղծվում, որոնք հետագայում նաև
իրական կյանքում շարունակում են իրենց շփումը եւ մասնավորապես մեր այս համագործակցության շնորհիվ բազմաթիվ հոդվածներ ի հայտ եկան տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներում Հայաստանի տուրիստական գրավչության մասին, Հայաստանի պատմության, մշակույթի եւ մարդկանց մասին եւ այստեղ բազմաթիվ օտարերկրյա մարդիկ կան, ովքեր պարզապես արդեն սիրում են Հայաստանը։ Մարզադաշտը 3 մասի էին բաժանել մրցող թիմերը՝ Ռումինիայի, Հունգարիայի, Ղազախստանի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի լրագրողների հավաքականներն ու Գյումրիի թիմը ուժերն են փորձում 20 րոպեանոց խաղերով։ Բացակայում էր Իսրայելի թիմը, երկրում տիրող ռազմաքաղաքական դրության պատճառով մրցաշարին չէին մասնակցում։ Իսկ դաշտում համերաշխ մթնոլորտ էր, մասնակիցները միաժամանակ խաղում էին, կիսվում խաղավարության փորձով։ Պրոֆեսիոնալներ չկան, բոլորը սիրողական մակարդակի խաղացողներ են։ Միգուցե նախկինում զբաղվել են ֆուտբոլով, բայց հիմա գործող ֆուտբոլիստներ չկան, դա խստիվ արգելված է։ Կան պատկառելի տարիքով լրագրողներ, որոնց համար տեղաշարժվելը դժվար է, բայց նրանք միևնույն է հաճույք ստանում են։ Այնպես որ տարբեր տարիքի, տարբեր ֆիզիկական վիճակի խաղացողներ կան, այս ամենի հանրագումարում շատ հետաքրքիր խաղեր ստացվում։ We were involved in this very special Մրցաշարը մեծ ներդրում ու կարևոր իրադարձություն է սպորտի աշխարհում։ Արդեն մասնակցել ենք Լատվիայում, Վրաստանում, Եգիպտոսում, Մոլդովայում կայացած խաղերին, իսկ հիմա առաջին անգամ ես ու Հունգարիայի թիմը Հայաստանում ենք։ Մենք շատ երջանիկ ենք այստեղ գտնվելու եւ մեր հայ գործընկերներին հանդիպելու համար։ Սա ֆանտաստիկ իրադարձություն է, մենք կարևորում ենք միջազգային նման հաղորդակցությունն ու հույս հայտնում, որ նորից կգանք Հայաստան։ Ֆուտբոլը երևի այն եզակի մազացիոն է, որը իր գեղեցկությամբ, իր դիտարժանությամբ համախմբում է ազգեր, երկրներ, եւ այդ առումով ֆուտբոլի դեմ մրցակից ոչ մի մազացիվ չկա։ Ճիշտ է, մենք Հայաստանում հիմնականում մենապայքարային ձևերում ենք հասնում մեծ հաջողությունների, բայց ֆուտբոլը իրոք ժողովուրդներ է միացնում եւ բարեկամացնում։ Առաջին անգամ 2017 թվականին Երևանում կայացած մրցաշարին մասնակցել է նաև Շանթ հեռուստաընկերության լրագրողների եւ օպերատորների թիմը։ Տարբեր երկրներից ժամանած լրագրողները ամեն անգամ համոզվում են, որ դաշտում խաղալը այս սպորտաձևի տակտիկային տիրապետելու լրիվ այլ փորձ է։ Խաղից ստացած տպավորություններին մասնակիցները կանդրադառնան իրենց հեղինակային նյութերում։ Այս պահին ընթանում է մեր առաջին խաղը հունգարացի լրագրողների հետ։ Հաշիվը 1-1 է, լուրջ մրցակցություն է։ Երկու թիմերս էլ հաղթել ենք ուզում, որ Գյումրիի գավաթը մեզ հետ մեր երկիր տանենք։ Հուսանք բախտը մեզ կժպտա։ Մրցակցությունը շատ ինտրիգային է, ինչի համար, որովհետև համարյա հավասարազոր թիմեր են, եթե առաջին հայացքից ես նայում, բայց դե դաշտում արդեն գործողությունները այլ բան են ցույց տալու։ Մեկ խաղ պարվել ենք, մեկ խաղ հաղթում ենք, տեսնենք, ինչ կլինի առաջն Աստված։ Մրցաշարի ավարտին մասնակիցները իրենց հետ կտանեն ոչ միայն դրական էմոցիաներ ու հիշողություններ, այլև խորհրդանշական նվերներ։ Այս տարվա մեդալներն էլ են առանձնահատուկ, հայկական դրոշի գույներով։ Մասնակիցները իրենց հետ կտանեն այն որպես շարունակական ընկերության, կապի ու եղբայրության նշան։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիի գավաթ 2025 միջազգային ֆուտբոլային մրցաշարում հաղթել է Մոլդովայի հավաքականը, վաստակելով առավելագույն 18 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Ղազախստանի թիմն է 13 միավորով, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարը ավարտել են 3-րդ տեղում 12 միավորով։ Քարյակը եզրափակել է Հունգարիան 9 միավորով։ Առաջատար թիմերին հանձնվել են գավաթներ եւ մրցանակներ։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։